Սկսվում ծառայական օրը կանանց հրաձգային գումարտակում։ Ոչ թե սովորական բարի լույսով, այլ զինվորական վերկացով։ Նրանք զինված ուժերի միայն գեղեցիկ կողմը չեն։ Նրանք ուժ են, համարձակություն են եւ կարգապահություն են, որ կյանքի ճանապարհ ընտրել են ծառայությունը։ Ո՞նց է ընդհանուր ծառայությունը կանանց հրաձգային գումարտակում։ Առավոտյան մեր մոտ կատարվում է պարապմունքներ, փորձում են կոփվել եւ զարգացնել ֆիզիկական մարզվածությունը։ Պատվով եմ կրում զինվորական համազգեստը եւ մինչև վերջ կպայեմ իմ զինվորական երթումը։ Այս տարի եք զորակոչվել բանը։ Ճիշտ այդպես։ Կպատմեք, թե ինչի որոշեցիք զորակոչվել զինված ուժեր։ Եղել է մանկության երազանք իմ համար կրել համազգեստ, ծառայել հայրենիքիս։ Կանանց հրաձգային գումարտակն արդեն իր ուրույն տեղն ունի Հայաստանի Հանրապետության բանակում։ Գումարտակում պարտադիր կամավոր հիմունքներով ծառայում են ինչպես ժամկետային անձնակազմ, այնպես էլ փորձառու սպաներ։ Այստեղ օրը սկսվում եւ ավարտվում է նոր ձեռքբերումներով։ Կանանք նույնպես ուժեղ սեռի ներկայացուցիչներ են եւ այս ծառայությունը ինձ ավելի ամեն օր ու ամեն ժամ ապացուցում է, որ դա այդպես է։ Կատարի 1 2 1 Ժամկետայինները ծառայում են 6 ամիս։ Յուրաքանչյուրն իր ընտրությամբ հնարավորություն ունի ծառայությունը շարունակել պայմանագրային հիմունքներով։ Շարքային Մարիամ Ստեփանյանն արդեն որոշել է, իր ապագան ծառայությունից դուրս չի պատկերացնում։ Ես արդեն զինվոր եմ ու դա գիտակցում եմ, արդեն լիիրավ տիրապետում եմ զինվորական կարգապահությանը, ինչում որ թերանում եմ, ինձ օգնում են, առաջնորդում են։ Իգական սեռի զինծառայությունը չի սահմանափակվում միայն դասերով եւ պարապմունքներով։ Շաբաթվա ընթացքում մեկ օր հատկացվում է ինտելեկտուալ խաղերին եւ թիմային քննարկումներին։ Կանանց հրաձգային գումարտակում կարևորվում է նաև զինծառայողների ընդհանուր զարգացվածությունը։ Նման խաղերը ավելի արդյունավետ են դարձնում ծառայությունը, քանի որ շաբաթվա մեջ մեկ օր կտրվում ենք ծառայությունից եւ զբաղվում ենք ավելի ակտիվ գործունեությամբ, ինտելեկտուալ բնույթով։ Գումարտակում մթնոլորտը ջերմ է ու անմիջական, ոչ միայն տոնական, այլև տարվա բոլոր օրերին։ Այստեղ աջակցությունը փոխադարձ է, քաջալերյանքը անկեղծ, հաջողությունը բոլորինը։ Ճիշտ է, զինվորական կյանքը մեզ ստիպում է ավելի զգաստ ու զգոն լինել, բայց չենք մոռանում, որ կին ենք։ Ամեն մարտի 8 թող մի նոր կարում բերի։ Տոնը տոն է, չնայած որ արդեն զինվոր ես։ Ուսումնական ողջ գործընթացը գումարտակի շտաբի պետի անմիջական վերահսկողության ներքո է։ Մայոր Գրիգորյանը վստահեցնում է, իրենց շարքերն օրեցօր համալրվում են, ծառայության եւ կեցության համար ստեղծված են գերազանց պայմաններ, որպեսզի գեղեցիկ սեռի ներկայացուցիչների համար զինվորական ծառայությունը դառնա առավել գրավիչ, հետաքրքիր եւ բարձր վարձատրությամբ մասնագիտություն։ Զորանոցային պայմանները եւ ծառայության ընդհանուր պայմանները այնպես են ստեղծված, որ կին զինծառայողները կարող են արդյունավետ ծառայել, ինչպես նաեւ բարելավել իրենց արդյունքները եւ ատեստավորմանը բավականին լավ արդյունքներ ցույց տալ։ Առաջին հրաձգային վաշտի բոլոր սպաները արդեն ատեստավորվել են լավ գնահատականով, ինչը ողջևորող է իրենց ենթական անձնակազմի համար եւ բոլորը այո ցանկանում են նմանվել իրենց հրամանատարներին։ Նրբագեղ ու ժպտադեմ, բայց միևնույն ժամանակ խիստ կարգապահ ու բարձր պատրաստվածությամբ։ Նրանք հմուտ են նաև վարժադաշտում, ճշգրիտ կրակում են, հերթափոխով խոցում բոլոր թիրախները։ Կանանց հրաձգային գումարտակում ծառայելու գլխավոր պայմանը մեկն է՝ կամքը եւ հավատը սեփական ուժերի նկատմամբ։ Եվ հենց դա է, որ կնոջը դարձնում է ոչ միայն գեղեցիկ, այլև ուժեղ ու պետությանը արժանի զինվորական։ Լաուրա Մամյան, Ռուբեն Մնացականյան, Հովհաննես Գրիգորյան, Զինուշ։ Վերջ, գնացինք։